Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդման ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին եւ վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում եւ այլուր, ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։ Հարվածային գործիքներ նվագել սովորել եմ, մասնակցում եմ օնլայն վճարովի դասերի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես սովորում եմ նվագել եւ օնլայն վճարովի պլատֆորմում մասնակցում եմ դասերի։ $250 մեկ տարվա համար վճարել եմ եւ այդ մոդուլով մասնակցում եմ, ասել է Փաշինյանը։ Իսկ միջարից ասեմ, հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան քնի հաշվին։ Եվ ինչքան ժամանակ է պետք եկել, որ այդպես նվագեք։ Գիտեք, ես չեմ նվագում, սկսենք դրանից, ես սովորում եմ նվագել եւ ես մասնակցում եմ օնլայն վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ եւ շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը ինքը չգիտի, ենթադրում եմ, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի, որովհետեւ օնլայն պլատֆորմ է վճարովի, ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո $250 մեկ տարվա համար վճարել եմ եւ այդ դասընթացներով այդ մոդուլով մասնակցում եմ եւ նրանք ովքեր հետաքրքրված են կարող եմ կիսվել, որովհետեւ ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով եւ իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել եւ հարվածային գործիքներ նվագել սովորել։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասել է. տարբերվող եւ տպավորիչ մարդկանց հանդիպելու հնարավորությունն ամենագրավիչ երևույթն է, որ ունի այս կարգավիճակը։ Նման մարդկանց իմ ցանկը համալրեցին Ջեյդի Վենսն ու նրա կինը Ուշա Վենսը։ Վենսերի չքնաղ ընտանիքը նաեւ ակամայից քաջալերեց գիրք կարդալու արշավը։ Նրանց ավագ որդին Էվանը Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռից իջավ գիրքը ձեռքին եւ մեկնելիս նույնպես գիրքը ձեռքին բարձրացավ ինքնաթիռ։ Սա նշանակում է, որ Էվանը թռիչքի ժամանակը կամ առնվազն դրա մի մասը նվիրում է ընթերցանությանը, նշել է Աննա Հակոբյանը։ Փետրվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 15:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Միասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում եւ ճանապարհին երթևեկելու գոտում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բարեկները տեղեկատվություն են ստացել, որ քարաթափման հետևանքով մի քաղաքացու ավտոմեքենա է վնասվել։